Ողջույն, ես Արմինե Աթոյանն եմ, մանկավարժ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական վարպետ ասեղնագործության գծով։ Այսօր ներկայացնելու եմ ձեզ Կարին Շիրակ տարազը, այդ դպրոցի ասեղնագործությունը։ Շիրակը հնուց մեծ կապեր է ունեցել Կարինի հետ, բարձր հայքի հետ։ Եվ այս ասեղնագործության դպրոցների արտադրանքը բավականին նման են իրար, հատկապես տարազը։ 19-րդ դարի կեսերից հայ մեծզանգված տեղափոխվում է Շիրակ, Ախալցխա, Ախալքալակ, Թիֆլիս եւ այստեղ էլ գործում է նրանց ասեղնագործության համքարությունները, էսնաֆությունները։ Պետք է նշել, որ այդ համքարություններով աշխատում են հիմնականում տղամարդ վարպետները։ Շիրակում ասեղնագործության համքարություն դպրոցներում աշխատում են 70 վարպետ, 75 վարպետի օգնական, 65 աշակերտներ, 200-ից ավել ոսկեքուղ, ոսկեթել, գոտի գործողներ։ Պետք է նշել անպայման Մելքոն Չիլինգարյանին, ով Ախալցխայից էր եւ համաշխարհային ցուցահանդեսներում ներկայացնում էր հայկական տարազը, հայու շորը, եւ նա արժանացել է ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, ինչպես նաեւ դիպլոմների, ոսկով եւ արծաթով ասեղնագործելու լավագույն նմուշների համար։ Այս տարազախմբի մեջ ամենահատկանշականը եղել է կնոջ տարազը։ Կնոջ տարազի մեջ մեծ նշանակություն է ունեցել հատկապես գոգնոցը։ Գոգնոցը եւ վերնազգեստը բանվել են միևնույն զարդանախշով։ Վերնազգեստի կրծքի, փեշերի եւ եզրանախշերը նույնությամբ կրկնվել են գոգնոցի եզրանախշերի հետ։ Գոգնոցի երկու անկյուններում նաեւ եղել է ավանդական պահպանողականության նշանախշերը։ Ասեղնագործվել է ոսկեթել եւ ոսկեքուղ ասեղնագործությամբ։ Գոգնոցը եղել է երկու ձևով։ Եղել է ուղիղ կտրվածքով, ինչպես նաեւ վերնազգեստը։ Ուղիղ կտրվածքով եւ եղել է ալիքաձև ծոնթաձև կտրվածքով, որը կտրել են ոչ թե մկրատով, այլ հատուկ գործիքով։ Գոգնոցի 3 եզրը ասեղնագործված է եղել բուսական նախշերով, իսկ 4-րդ եզրը չէին ասեղնագործում, քանի որ այդտեղ ամրացվում էր ի վայելումը կապողին գոտին, որի վրա նաև գրվում էր հարսի անուն, ազգանունը, ամուսնության տարեթիվը եւ օրը։ Այս տարածաշրջանի տարազը ամենագեղեցիկն էր եւ ամենաթանկագինն էր համարվում։ Կարին Շիրակ տարազախմբի մեջ վերնազգեստի եւ գոգնոցի ասեղնագործության համար բացի ոսկեթելից օգտագործվող տրեզից, որը կոչվել է կլապիդոն, օգտագործել են նաև մետաքսաթելով գործված տրեզներ։ Ոսկեթելով գործված տրեզները օգտագործել են դսնավուր հագուստների համար, իսկ մետաքսաթելով գործված տրեզները օգտագործել են տղամարդկանց վերնազգեստի եւ կանանց ներքնազգեստի համար։ Տրեզը գործել են այսպիսի փայտիկների միջոցով, որոնք կոչվում են մասրաներ կամ կոճիներ, որոնք խորոցներով ամրացվել են տիկով լցված բարձի վրա։ Ըստ Նազիկ Ավագյանի այն գործվել է 12 փայտիկների միջոցով, 6 փայտիկը եղել է ձախ կողմում, 6 փայտիկը աջ կողմում։ Եղել է նաև փաթաթված մետաղալար։ Որպեսզի աշխատանքը սկսենք, մեզ անհրաժեշտ է նախ եւ առաջ ստեղծել քուղը։ Քուղը պատրաստելու համար օգտագործել են թելի ոլորման եղանակը։ Ըստ Սերիկ Դավթյանի, թելը պահում էին ձիգ 2 հոգով։ Մի հոգին պտտում էր աջ, մյուսը ձախ, եւ այդպես պտտում էին 70-ից 80 անգամ։ Պտտելուց հետո ծալում էին մեջտեղից եւ քուղը փաթաթվում եւ դառնում էր երկտակ թել, որի ժամանակ պտտում էին հակառակ ուղղությամբ, ել ավելի ոլորքը ամրացնելու համար։ Սուրմա թելերը, հին սուրմա թելերը եղել է հետևյալ կերպ. մետաղալարի վրա փաթաթվել է 2 մետաքսաթել եւ այն եղել է ել ավելի ձիգ, նախշի ձևը ընդգրկել է ավելի հստակ։ Բացի քուղ թելից անհրաժեշտ է նաեւ բարակ բամբակյա թել, որով քուղը ամրացվում է թավիշի վրա, կտորի վրա։ Նաեւ բարակ ասեղ եւ հաստ ասեղ, որի օգնությամբ քուղը անցկացվում է թավիշի հակառակ կողմը եւ ամրացվում կտորին։ Այստեղ շատ կարևոր է իմանալ նախ եւ առաջ հստակ գծագիրը։ Եթե գծագիրը արվում է մեկ ուղղությամբ, ապա քուղը սկսելով մեկ կետից գործվում է եւ հասնում վերջանում է հաջորդ կետում։ Եթե գծագիրը արվում է մի քանի ուղղությամբ եւ մի քանի քուղերով, ապա այդ դեպքում շատ կարեւոր է հասկանալ գծագրի ուղղությունը, որպեսզի թելը, մեր քուղը գնա
այնպես, որ կարողանա գործել մեկ հատվածը եւ վերադառնալուց գործի չգործված հատվածները եւ վերջանա այն կետի վրա, որտեղ սկսել ենք քուղի աշխատանքը։ Մինչ գծագրին անցնելը նախ եւ առաջ պետք է գծագիրը կատարել թղթի վրա, ապա տեղադրում են կտորի վրա, որպեսզի հասկանան, թե ինչպես է այն տեղադրվում կտորի վրա, այնուհետև նոր գծագիրն անցկացնում են կտորին եւ սկսում են աշխատանքը։ Ես ինչպես եմ այսօր անցկացնում գծագիրը կտորին։ Ես ինքս էլ այսպիսի կաղապարներ, պատճենակաղապարներ եմ վերցնում, որի վրա գծագրում եմ նախշը, ահա այս նշանախշը, ենթադրենք հենց այս նշանախշը, կտրում եմ այն հատվածները, որտեղով որ պիտի անցնի գելով գրիչը։ Եվ այդ կաղապարը օգտագործում եմ մի քանի անգամ։ Նույն ձևով կարող ենք օգտագործել նաև զարդագոտին։ Օգտվելով կանոնից, տարբեր չափերի կոպեկներից կարող ենք գծագրել մեր նախշերը։ Սկզբից գծագրենք մեկ ուղղությամբ նախշը։ Օգտվում ենք գելով գրիչից։ Կախված նրանից, թե ձեր նախշերը, եզրագոտու նախշերը ինչ մեծության են, կարող եք ընտրել այդ մեծության կոպեկներ։ Ես հենց այս նախշը հենց գործել եմ հենց այս եղանակով։ Օգտագործել եմ փոքրիկ 10 դրամանոց կոպեկը։ Եթե ցանկանում եք մեծ լինի նախշը, ապա պետք է վերցնել համապատասխան մեծության։ Եվ սկսում եմ գծագրել կոպեկի ներքևի հատվածը, քանի որ մեր նախշը այս պարագայում միակողմանի է գնալու։ Այնուհետև տեղադրում եմ վարսանդապտղային սիմվոլը, քանի որ այստեղ հենց այդ նախշն ենք որոշել։ Եթե նախշը երկկողմանի է, ապա ինչպես ենք գործում։ Սկսում ենք այստեղից, գործելով առաջին նախշը, բարձրանում ենք դեպի վերև եւ չենք գործում երկրորդ նախշը, այլ բաց ենք թողնում, գալով երրորդ նախշին, գործում ենք երրորդ նախշը, բարձրանում ենք դեպի վերև, առանց գործելու, անցնում ենք հաջորդին, 5-րդ նախշին, այսինքն գործում ենք կենտ թվերով նախշերը։ Վերադարձի ժամանակ, տեսեք, սա իմ քուղն է, գնացող քուղն է։ Հետ ենք գալիս եւ գործում ենք մեր բաց թողնված հատվածները։ Վերադառնում ենք երրորդի տակով, հետ ենք գալիս եւ գործում ենք բաց թողած հատվածները։ Եվ վերջում քուղը գալիս եւ վերջանում է այն նույն կետի վրա, որ կետից որ սկսել ենք։ Եվ այդ տարբերակով քուղակար ասեղնագործության մեջ քուղը միմյանցից չենք կտրում, այլ շարունակում ենք իրար կպած եւ վերջացնում ենք մեկ կետում, ինչպես այս տարբերակում։ Սկսելով այստեղից գործել եմ հերթականությամբ կենտ թվերը, վերադառնալուց գործել եմ զույգ թվերը, հետո գնացել եմ երկար շղթան, երկրորդ շղթան արդեն գործելուց եկել եմ, գործել եմ այս տղամարդու վերնաշապիկի այս հատվածը, վերադարձել եմ գործել եմ երկրորդ հատվածը, նորից ուղիղ գծով եկել գործել եմ այս հատվածը, վերադարձել գործել եմ մյուս հայելային հատվածը, վերջում արդեն այս փոքրիկ ծիլերով շարունակել եմ, գործել եմ այս բուսական նախշը, նորից ծիլերով վերադարձել եմ, գործել եմ հաջորդ նախշը, նորից ծիլերով վերադարձել եմ եւ փակել եմ նույն կետում, որ կետից սկսել եմ ասեղնագործությունը։ Այսինքն իմ քուղը չի կտրվել ընդհանրապես։ Նույնը այստեղ կլորը սկսել եմ, այնուհետև գործել եմ ներսի ծաղկային հատվածը, ութաթև ծաղիկը, այնուհետև դուրս եմ եկել օղակով դուրս եւ գործել եմ դրսային հատվածը նորից վարսանդապտղային սիմվոլները եւ վերջացրել եմ նույն կետում, առանց քուղի թելը կտրելու իրարից։ Ինչպես արդեն ասացի, քուղը ամրացնում ենք կտորին բարակ բամբակյա թելով։ Նախ թելը ամրացնում ենք կտորին եւ քանի որ մեր քուղը թելը ծալելու եղանակով ենք ստացել, ապա մի անկյունում լինում է փակ։
Ասեղը մտցնում ենք հենց քուղի ոլորքի մեջ։ Քուղը ամրացնելու երկու եղանակ գոյություն ունի։ Եթե թելը այնպես ենք անցկացնում քուղի ոլորքի մեջ կողքով, որպեսզի չերևա, ապա այդպիսի եղանակը կոչվում է կողքակար։ Եթե գործող թելը արդեն երևում է քուղի վրա, ապա այդ եղանակը կոչվում է ամրակար։ Եվ այսպես ամրացնում ենք քուղը կտորի վրա փոքր կութերով։ Վերցնում ենք հիմնականում բոլոր ոլորքներից։ Քուղի թելը անցնում է հենց մեր նկարված զարդանախշի վրայով։ Եվ թելը այնպես ենք անցկացնում, որպեսզի մտնի ոլորքի մեջ եւ դառնա աննկատ։ Ասեղը դուրս են գալիս ուղիղ գծված զարդանախշի վրա։ Նորից անցնում ենք ոլորքի մեջ եւ ասեղը դուրս գալիս դեպի կտորը։ Ասեղը մտցնում ենք յուրաքանչյուր ոլորքի մեջ։ Ահա գործելով վարսանդապտղային սիմվոլի մի հատվածը, ցույց եմ տալիս հաջորդը, թե ինչպես են գործում կլորը։ Քուղը ես բերում եմ հասցնում եմ մեջտեղ, նորից անցնելով ոլորքի մեջ, ապա քուղին մի փոքր ձեռքով էլ ավելի ոլորք տալով պտտեցնում եմ եւ ամեն ոլորքը ամրացնում եմ ասեղով։ Նորից մտնելով ամեն ոլորքի մեջ։ Հատկապես կլորները, փոքրիկ կլորները գործելուց շատ կարևոր է, որպեսզի ամեն ոլորքը գործվի, որպեսզի աշխատանքը հետագայում գեղեցիկ երևա։ Գործում ենք նույնքան պտույտ, որքան գործել ենք նախորդ կլորը։ Մտնելով քուղի ոլորքի մեջ, դուրս եմ գալիս կտորը եւ գործում եմ ամեն ոլորքը։ Փոքրիկ կութերով։ Ետևից երևալու են փոքրիկ կութեր։ Մեծ աշխատանքի վրա եւ երևում է գծագիրը։ Ահա այսպես դանդաղ եւ սիրով աշխատելով ստանում ենք այն նախշը, որը մենք գծագրել ենք։ Խոտոր ջուրում գոգնոցի նախշը մի փոքր այլ է եղել։ Այստեղ քուղը կրկնակի անգամ փաթաթվել, հյուսվել է։ Այստեղ եւս նկատելի կլինեն նման աշխատանքներ։ Հիմա ցույց կտամ, թե ինչպես է դա լինում։ Նախ ամրացնենք թելը։ Քուղը ամրացնելուց հետո սովորաբար ես օգտագործում եմ ինձ համար պատրաստած այսպիսի թեթև տարբերակ, քանի որ տարբեր հատվածների համար ինձ անհրաժեշտ է տարբեր երկարության քուղը վերցնել, որպեսզի տվյալ հատվածը ճիշտ լինի։ Վերցնում եմ քուղի բարձրությունը, այսինքն կախված նախշի ձևից, տեսքից վերցնում եմ քուղի բարձրությունը եւ քուղը կրկնակի անգամ տվյալ հատվածից ոլորում եմ։ Այնքան եմ ոլորում, մինչև որ արդեն ձգվի եւ պահելով մեջտեղի հատվածից կրկնակի ոլորք եմ տալիս։ Ահա այսպես։ Կրկնակի ոլորք տալուց հետո նորից ասեղով սկսում եմ ամրացնել կրկնակի փաթաթված արդեն քուղը։ Դա խոտոր ջուրի գոգնոցի վրայի նախշերն են այդ տարբերակով կատարված, որը վերականգնել է տիկին Լուսինե Մխիթարյանը։ Նորից մտնելով արդեն կրկնակի փաթաթված քուղի մեջ, ամրացնում եմ կրկնակի փաթաթված քուղը։ Հասնելով ծայրին, հետ ենք վերադառնում եւ շարունակում ենք
աշխատանքը ըստ մեր գծագրած նախշի։ Ապա մեծ ասեղը նախորոք անցկացնում ենք կտորի մեջ եւ դրանից հետո քուղի ծայրը բացելով անցկացնում ենք ասեղի անցքի միջով։ Կտրուկ ասեղը անցկացնում ենք ներքև, որպեսզի շատ չվնասենք թավիշը։ Մեր գործվող բարակ ասեղը նույնպես անցնում ենք ետևամաս եւ շատ փոքր հատվածով ամրացնում ենք քուղը կտորին։ Կտրում ենք մեր ավելորդ քուղը եւ այդպես այդ նույն տարբերակով, ահա այսպես քուղերը փոքր կութերով ամրացնում ենք։ Եթե նկատեցիք, այստեղ նշանախշի մեջ եւ ծաղիկների մեջ կան փաթաթված ոլորված մետաղալարեր։ Նաեւ նշանախշի մեջ այդ տեխնիկայով գրվել է հարսի անվան եւ ազգանվան առաջին տառերը եւ լցվել է կանիթել կոչվող մետաղալարով։ Ինչպես են պատրաստում այդ մետաղալարը։ Վերցնում եմ մետաղալարը եւ սկսում եմ այն ձեռքով փաթաթել ասեղի վրա, ծայրի կողմից մի քանի անգամ, այնուհետև ասեղը եւ փաթաթված հատվածը պտտացնում եմ կամ դեպի առաջ կամ դեպի ետ, ինչպես ձեզ հարմար է։ Որոշակի տարածություն պտտացնելուց հետո այդ զսպանակի տեսքով հավաքում եմ իրար։ Փաթաթում ենք մետաղալարն այնքան, որքան անհրաժեշտ է մեր աշխատանքի համար։ Մետաղալարը կտրում եմ հիմնականում այն ամրացնելով թղթես կոչի վրա, այսպես փաթաթում ենք մետաղալարը։ Ամրացնում եմ թղթես կոչի վրա, որպեսզի կարողանամ կանոնով որոշել, թե քանի սանտիմետր է մեզ պետք այդ մետաղալարից։ Եվ կտրում եմ մկրատով համապատասխան սանտիմետրով։ Ինչպես եմ ամրացնում մետաղալարը կտորի վրա։ Վերցնում ենք համապատասխան մեծության զսպանակաձև մետաղալարը արդեն իսկ փաթաթված եւ ասեղը անցնում ենք միջով։ Սովորաբար ես անցկացնում եմ այն 2 անգամ։ Նորից անցկացնում եմ միջով։ Երբեմն եթե մետաղալարը երկար է լինում, որպեսզի այն գեղեցիկ նստի, նաև թելը այսպես կտրուկ անցումով մտցնում եմ մետաղալարի մեջ եւ նորից գործում։ Եվ այդպես մետաղալարը էլ ավելի ամուր է նստում։ Մի հատ էլ անցնում եմ վրայով, այնպես թելը որպեսզի մտնի մետաղալարի մեջ, որպեսզի այն չերևա։ Եվ անցնում ետևամաս։ Ահա, այսպես էլ լցնում եմ մետաղալարերը։ Ներկայի հետ համադրություն անելուց առաջ պետք է նշեմ, որ աշխարհիկ բնույթի ամենահին ասեղնագործ նմուշը պատկանում է 10-ից 13-րդ դարերում։ Նիկողայոս Մարի պեղումների ժամանակ Անիում Հոնես Տիգրանի բարեկամուհու դամբարանից հայտնաբերված փոքրիկ աղջկա հագուստը բանված է եղել ոսկեթել ասեղնագործությամբ։ Այս ոսկեքող ասեղնագործված բանված հագուստը ունի շատ շքեղ տեսք։ Այսօր կարելի է նաև այս ասեղնագործությամբ ստեղծել զարդեր, թևնոցներ և տարբեր իրեր։